Մինչ վեհապարը Արաբական Միացյալ Էմիրություններում ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ քննարկումներ է ունենում, երկրի քաղաքական իշխանությունը նրա փոխարինման հարցն է բերել օրակարգի առաջին կետ։ Վարչապետ Փաշինյանն առաջարկում է համակարգող խումբ ձևավորել աշխարհիկ դաշտում եւ փոխել կաթողիկոսին։ Խմբի անդամների չափանիշներն էլ է գրել. Ա. Իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Բ. Գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը։ Գ. Վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահել են մեծ պահք։ Դ. Ամեն օր աղոթում են։ Ե. Հավատում են, որ Մայրաթորի նորոգման օրակարգը բխում է Հայաստանի Ծառաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխանում է մեր նախնիների սուրբ ավանդին։ Հոգու աչքերով է պատրաստվում ստուգել, թե արդյոք տեխնացուները համապատասխանում են այս չափանիշներին, հասկանում է օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, Աստծո օգնությանն է ապավինում Փաշինյանը, այս ճանապարհով է ուզում կաթողիկոսին հեռացնել։ Սա փաստ է, եւ եթե Գարեգին երկրորդը փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ, համաձայն հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի, Գարեգին երկրորդը չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը։ Վարչապետի օրն արդեն օր չի, եթե եկեղեցուն չի հիշում։ Մի քանի օր պնդում էր, կաթողիկոսը զավակ ունի, հետևաբար խախտել է կուսակրոնության ուխտը եւ դրա համար հանձնախումբ է հավաքում։ Առաջին 10 անդամին էլ ինքը կընտրի, չնայած 7 տարի առաջ ասում էր. Վարչապետը եկեղեցու գործերին չպետք է խառնվի։ Այս է իմ դիրքորոշումը։ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Ծառաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Ծառաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում, բայց եկեղեցու ներքին գործերին միջամտելու արտոնություն պետությունը ոչ օրենքով, ոչ սահմանադրությամբ չունի։ Երբ որ եկեղեցու ներսում տեղի ունենում որևէ հոգևորականի, այդ թվում դա վերաբերել է եւ միջնադարին եւ մեր օրերին, երբ որ որևէ հոգևորական, այդ թվում կլինի ամուսնացյալ կամ կուսակրոն, խախտում է հայոց եկեղեցում կանոնակարգված ավանդույթի ուժով կամ կանոնով սրբագործված մի սովորություն, մի կանոն, մենք եկեղեցում ունենք համապատասխան գործիքները, ունենք կանոնական իրավունքի ուժ ունեցող մարմիններ, որոնք քննության են առնում որևէ հոգևորականի ընթացքը։ Կաթողիկոսի դեպքում մի փոքր այլ է։ Երբ կաթողիկոսի անվան շուրջ են նման տվյալներ շրջանառվում, հրավիրվում է ազգային եկեղեցական ժողով։ Այն կարող է հրավիրել կաթողիկոսը կամ ժողովի անդամների 2/3-ը։ Ազգային եկեղեցական ժողովում թեմերի ներկայացուցիչներ կան, եպիսկոպոսներ, եւ միայն նրանք կարող են որոշում ընդունել, անգամ կարգալույց հռչակել կաթողիկոսին։ Պետությունն այս մասով որևէ անելիք չունի։ Տեր Արարատը նշում է նաև, որ կաթողիկոսները հաճախ են թիրախավորվում, ոչ միայն մեր ժամանակներում։ Տվյալ դեպքում էլ եկեղեցին այս մեղադրանքները նոր չի լսում, այս մեղադրանքները տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ հնչել են եւ եկեղեցական պատկան մարմիններից որևէ մեկը երբևէ դա քննության առնելու կարիք չի տեսել։ Ես կարծում եմ, որ ապագայում եւս կապ չունի ով ինչ մեղադրանք է հնչեցնում կամ ով ինչ է ուզում ապացուցած լինել, միևնույն է հայոց եկեղեցում այն մարմինները, որոնք քննության առնելու իրավունք ունեն այս կամ այն եկեղեցականի ընթացքը, լինի դա սարգսակ, քահանա, վարդապետ, եպիսկոպոս, իրենք հարկ եղած դեպքում դա կանեն առանց որևէ մեկի ուղղորդման։ Մենք չգիտենք արդյոք Գրիգոր Լուսավորչի աթոռի 132-րդ գահակալի կուսակրոնության խախտման հարցը քննարկվել է ազգային եկեղեցական ժողովի կողմից, բայց մի բան հստակ է. հնարավոր է, որ կաթողիկոսը կամ այլ բարձրաստիճան հոգևորական ունենա երեխա եւ լինի կուսակրոն, այսինքն Փաշինյանի նշած զավակը, անգամ եթե գոյություն ունի, դա փաստ չէ կուսակրոնության ուխտի խախտման։ Տեր Արարատի խոսքով նման օրինակներ ոչ միայն անցյալում, այլև հիմա էլ կան։ Հնարավոր է հոգևորականը ամուսնանա, ունենա երեխա, ապա ամուսնալուծի ու տա կուսակրոնության երթում, եւ երթում տալուց հետո կարող է արդեն բարձրանալ աստիճանակարգություններով։ Հետևաբար ինչն է Փաշինյանին դրդում մոռանալ ավելի քան 1.5 հազարամյակի ընթացքում եկեղեցական ժողովների միջոցով ձևավորված ընթացակարգերը։ Եկեք հպանցիկ անցնենք նորագույն պատմության փուլերով, մասնավորապես 2018-ի հեղափոխությունից հետո։ Հոգևորականներից մի քանիսն անձամբ մասնակցել են ցույցերին։ Դա մասնավորապես այն ժամանակ էր, երբ Փաշինյանը եկեղեցու գործերին չխառնվելու դիրքորոշում ուներ։ Նույն 2018-ին Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժում էր նախաձեռնվել, որի ակտիվիստները իրավապահների թողտվությամբ գրավել էին վեհարանը։ Այնուհետև Վայոց ձորի թեմայցի ժամանակ նույն ակտիվիստների մի խումբ փակեց վեհափառի ճանապարհը, նույնիսկ քաշքշեց օձիքից։ Հետո իշխանության վարած քաղաքականության դեմ պայքարող Տեր Ղազարին ժամանակավորապես փիլոնազրկեց Արարատյան հայրապետական թեմը։ Պատճառը հոգևորականին ոչ հարիր պահվածքն էր։
Արդեն պատերազմից հետո եկեղեցին դեմ էր քաղաքական ղեկավարությանը։ 2020 թվականի դեկտեմբերին Սիսիանի եկեղեցու քահանան հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը։ 2024-ից Կիրանցում ձևավորված եւ Երևան հասած պայքարն առաջնորդում էր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը, բայց հոգևորական ծառայությունից նա ազատվել էր այդ ժամանակ։ Իշխանության վարած քաղաքականության դեմ պարբերաբար խոսում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աչապահյանը, իսկ անցած տարի արդեն կաթողիկոսին ուղղակի չթողեցին մասնակցել Սարդարապատի արարողակարգին, երբ հուշահամալիրում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մարդիկ, ովքեր որ իրենց վրա վերցնում են ուրիշին դատելու, հոգևոր կյանքը առաջնորդելու, բարոյականության մասին խոսելու եւ այդ բարոյականության, հոգևորության, ինչպես նաեւ հարգանքի վրա կառույցը առաջնորդելու, իրանք պետք է հասկանան, որ հայտնի արտահայտություն կա, չէ, ասուդիկտո, իսկ դատավորները ովքեր են։ Ստացվում է Ալեն Սիմոնյանի խոսքով եկեղեցականների քննադատությունները բերեցին եկեղեցու նկատմամբ այս վերաբերմունքին։ Չնայած սահմանադրությամբ խոսքի ազատություն է ամրագրված, թե ինչն է սասանում իշխանավորների հավատը, անգամ եթե բարձրաստիճան հոգևորականները խախտած լինեն կուսակրոնության ուխտը, հստակ չէ։ Միայն ասում են, բա չիմանանք որտեղ էր այդ ձեռքը մեր համբուրելուց առաջ։ Իմանան, չիմանան, իրավական դաշտում եւ եկեղեցական կանոնագրքերով պետությունը չի կարող կաթողիկոսին հեռացնել։ Դա արվում է բացառապես ազգային եկեղեցական ժողովի միջոցով։ Փաշինյանի այս վերջին նախաձեռնության թունելում հստակության լույս դեռ չի վառվում։ Սիմոն Հովանիսյան, Դավիթ Գենջոյան, Լևոն Ոսկանյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։